Երևանյան աղոթքի նախաճաշի երկրորդ օրվա առավոտյան հավաքին մասնակցել է Հայաստանի վարչապետը։ Ներկաներին Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ինքը առաջին անգամ Միացյալ Նահանգներում մասնակցել աղոթքի նախաճաշի, երբ այս տարվա փետրվարին մեկնել էր այնտեղ։ Թերևս այդտեղ ինչ-որ նախախնամություն կար, որովհետև հենց այդ այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք շատ էական դեր ունեցավ հետագա քաղաքական գործընթացների եւ հենց բուն խաղաղության գործընթացի համար եւ ըստ էության խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է փետրվարին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի եւ նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի միջև։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան էլ մասնակցել էր աղոթքի նախաճաշ միջոցառման պաշտոնական ընթրիքին, որին ներկա էին ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար եւ հոգեվոր ոլորտների ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային եւ շփումները շատ կարեւոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների եւ ազգային փոքրամասնությունների հավատքին ու կրոնին ծանոթանալու համար։ Մեր կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ այս միջոցառմամբ Հայաստանը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին խորհրդածել, աղոթել եւ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնել։ Աղոթքի նախաճաշի մասնակիցներից մի քանիսի հետ հանդիպել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա Facebook-ում գրել է, որ Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդի եւ քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էյբների հետ Երևանում զբոսնելուց հետո նրանց հրավիրել է իր գրասենյակ։ Նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանց կապը ժողովրդավարության հետ, մասնավորապես այդ կապի բացակայությունը, մանրամասնել է Նարեկ Կարապետյանը։ Երևանյան աղոթքի նախաճաշին ոչ պաշտոնական տեղեկությամբ պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը, սակայն աշխարհահռչակ լրագրող Տակեր Կարսոնի հետ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցից հետո Թրամփի որդին մտափոխվել է։ Մամուլը գրում է, որ պատճառը հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության հարձակումներն են։ Այս լուրը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ է առաջացրել։ Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Տեղեկացվել եք, որ օրերս Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը տեղի կունենա երկուշաբթի նոյեմբերի 17-ին ժամը 10-ին հակակոռուպցիոն դատարանում։ Արդեն 150 օրից ավելի անազատության մեջ գտնվող ազգային բարերարի փաստաբանական խումբը այսօր աղմկահարույց մանրամասներ է պատմել, թե ինչպես է Վճռաբեկ դատարանը մեծ արագությամբ քննել դատախազության բողոքն ու որոշումը տրամադրել քննիչին, որպեսզի նա հասցնի միջնորդություն ներկայացնել դատարան կալանքի երկարաձգման վերաբերյալ։ Հակառակ դեպքում Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվեր, քանի որ նախորդ կալանքի ժամկետը ավարտվում էր։ Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջիացյանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։ Վճռաբեկն էլ արագ մի copy paste-երը արել մի 100 քանի էջ դզել է, մի 3 էջել այսպես ասած իբրև թե հիմնավորում ա գրել, թափող տվել է քննիչի ձեռը, ասել է վազելով տար մուտք արա, քանի չես ուշացել։ Այ մեր վրդովմունքը դե է կայանում։ Բա եթե հավասարություններ, իրանք պետք է համ քննիչին նույն պահին տային, համ մեզ տային, ինչի մեզ չեն տվել։ Ինչի իրանք բանում չեն հրապարակել իրենց կայքեջում, ինչի են մենակ քննիչին տվել։ Քննիչը տարեմցրել է գործի մեջ ու մենք գործի նյութերից ենք սրա մասին ծանոթ։ Եթե որոշումը բարձ է, Ազգային բարերար Սամվել Կարապետյանին պատկանող հեծը լիցենզիայից զրկելու վերաբերյալ 3-9 ժամ տևած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի։ Նոյեմբերի 17-ին առավոտյան ժամը 10-ին ՀՑԿ անդամները կլսեն Տաշիր Կապիտալ ընկերության ներկայացուցիչների ելույթները, ապա կկայացնեն որոշում։
Փաստաբան Արամ Օրբելյանը երեկ միջնորդել է հետաձգել որոշման ընդունումը, մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի վճիռը, թե արդյոք մայր օրենքին չեն հակասում էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո հենց այդ օրենքում հրատապ փոփոխություններ արեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որպեսզի կարողանա Ռոմանոս Պետրոսյանին նշանակել հեծի ժամանակավոր կառավարիչ։ Փաստաբանի այս միջնորդության վերաբերյալ որոշումը ՀՑԿ-ն կհրապարակի երկուշաբթի։ Բարույթի մասին ունենք 2 օր եւս տեսականորեն։ Աբովյանում ցերեկը փողոցում 24-ամյա տղային սպանած եղբայրները ինքնակամ ներկայացել են ոստիկանություն։ Նրանք Աբովյանի 42-ամյա եւ 34-ամյա բնակիչներ են։ Ըստ ականատեսների, սպանությանը նախորդել է վիճաբանություն կանգառում։ Փողոցի տեսախցիկներն են ֆիքսել սպանության պահը։ Լուրեր են շրջանառվում, որ երիտասարդների միջև վիճաբանության պատճառը ամիսներ առաջ գինու փառատոնի օրը տեղի ունեցած միջադեպն է եղել։ Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրապարակած տեսանյութերն ըստ ռազմական փորձագետների վկայում են, որ տարածքին հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի Պատրիոտ զենիթային հրթիռը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ Իսկանդերի հարվածի դեպքում հետևանքը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ եւ դեսպանատունն ամբողջությամբ կավերվեր, վնասելով մոտակա բոլոր շենքերը։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հրթիռը կարող էր ընկնել էլեկտրոնային պատերազմի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով։ Երեք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա էր փոխանցվել կատարվածի վերաբերյալ։ Մոսկվան ձյան տակ է արթնացել։ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղացել է առաջին ձյունը։ Մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի արդեն 20%-ը։ Ըստ կանխատեսումների, մոտակա օրերը ձնառատ կլինի նաև Սանկտ Պետերբուրգի համար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել խելքահան եղած այն ձեռքը, որը ցանկանում է պատերազմ բերել հարավային Ամերիկա։ El pueblo de Estados Unidos a quien me dirijo. Ես այս պահին դիմում եմ ԱՄՆ-ի ժողովրդին այս 34 երկրներից ժամանած 100 իրավագետների ներկայությամբ։ Կանգնեցրեք խելագարված այն ձեռքը, որը հրամայում է ռմբակոծել, սպանել եւ պատերազմ բերել հարավային Ամերիկա ու Կարիբյան ավազան։ Կանգնեցրեք պատերազմը։ Մադուրոն վստահեցրել է, որ Վենեսուելայում խաղաղությունը միշտ կհաղթի։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը հայտարարել էր թմրակարտերների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչից հետո Կարիբյան ծովում մի նավ էր ոչնչացրել։ Հզոր պայթյուն է եղել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արդյունաբերական պարկում։ Պայթյունի հետևանքով կա 22 տուժած, պատահարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Պարկում կա 25 ընկերություն, այդ թվում քիմիական եւ պլաստմասայի գործարաններ։ Ռուսաստանում տեղի է ունեցել բեռնատարի եւ միկրոավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար։ Պերմից Եկատերինբուրգ ուղևորվող Սոբոլ միկրոավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ծանր բեռնատարի։ Զոհվել է 7 մարդ, այդ թվում 1 երեխա, 12-ը վիրավորվել են։ Հնդկաստանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով կա 9 զոհ, 32 վիրավոր։ Պայթյունի պատճառը տեղում զննվող առգրավված պայթուցիկ նյութերն են։ 9 օր ուշացումից հետո չինացի տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են երկիր։ Նրանց տիեզերանավը վնասվել էր ենթադրելի տիեզերական աղբի հարվածից, ինչի պատճառով վերադարձը հետաձգվել էր մինչև մեկ այլ նավի ժամանումը։ Տեղում աշխատող բժիշկները հայտնել են, որ նրանց առողջական վիճակը